Առաջարկվում է փուլային տարբերակով 30-ից 35%-ով գույքահարկի աճը կասեցնել մինչև 2026 թվականը։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Հայաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստան խմբակցության պատգամավոր Թաթևոս Ավետիսյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կասեցնել աստիճանական ներդրվող քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը։ Բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում է թողնել անփոփոխ։ Այսինքն, որպես փուլային ավելացման վերջին փուլ 2026 թվականի հաշվետու տարվա համար նախորդ տարվա համեմատ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկի չափը կավելանա ևս 30%-ով։ Նրա ձևակերպման ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկման նոր համակարգով 2021-ից 26 թվականների գույքահարկի բեռը նախատեսվում էր փուլային տարբերակով ավելացնել միջինում 5-ից 6 անգամ։ Հարկային այս բեռը թռիչքաձև աճում է հատկապես Երևանի կենտրոնի բնակիչների համար, այդ թվում տարեց բնակչության, որոնք ապրում են ժառանգաբար իրենց փոխանցված բնակարաններում։ Նա մտահոգություն հայտնեց, որ նվազագույն կենսաթոշակ ստացող բազմաթիվ քաղաքացիներ ստիպված են լինելու իրենց ամբողջ թոշակն ուղղել միայն պահանջվող գույքահարկը վճարելուն։ Մենք առաջարկում ենք, որ փուլային տարբերակով մինչև 2026 թվականը տարեկան մոտավորապես 30-35%-ով գույքահարկի աճը գոնե կասեցվի 2025 թվականին եւ 2026 թվականի եւս 30-33% այդ աճը տեղի չունենա, նկատի առնելով, որ առանց էնել գույքահարկը պատիկներով մարդկանց բարձրացել է եւ այս ընթացքում հատկապես խոցելի խմբերի համար միայնակ տարեցներ, թոշակառուներ եւ տարբեր սոցիալական այլ խմբեր դարձել է անտանելի գույքահարկի բեռը։ Հետևաբար մենք այս առաջարկը առնվազն գոնե այս փուլում կարծում ենք, որ օբյեկտիվ է եւ անհրաժեշտ։ Հայաստանի կառավարությունը սակայն դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը։ Գործադիրի դիրքորոշումը ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ Փոխնախարարը փաստեց 2021 թվականին հավաքագրվել է 12.7 միլիարդ դրամ գույքային հարկ, իսկ 2024 թվականին արդեն 22 միլիարդ դրամ։ Ընդ որում 24 թվականին հատկանշական է, որ մենք հավաքագրել ենք դեռևս հիմնականում 50% հարկը, որովհետև ինչպես է աշխատում, յուրաքանչյուր տարվա համար վճարում է մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը, մենք ունենում ենք նաև ուշացումներ եւ հետեւաբար այս վարկածով եթե առաջնորդվենք, նախորդ տարվա հարկն է նաև հավաքագրվել, 24 թվականին եւ այս տրամաբանությամբ մենք 50% հարկն ենք հավաքագրել, այսինքն այլ հավասար պայմաններում երկու անգամ ավելի շատ հարկ է հավաքագրվելու, երբ որ այդ ժամանակացույցը ամբողջությամբ իրացվի, այսինքն 2026 եւ հետագա թվականներին։ Ընդ որում 13.5-ը Երևանում, մոտ 8-4-ը մարզերում։ Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ կատարված եւ գործող փոփոխությունների դեռ նախաձեռնման փուլում ավելի քան 1 տարի ակտիվ քննարկումներ է ունեցել եւ ուսումնասիրություններ կատարել կադաստրի կոմիտեի հետ 1.3 միլիոն գույքային միավորի վերաբերյալ։ Ըստ փոխնախարարի օրենսդրական փոփոխությունների նախորդած մեծածավալ այս ուսումնասիրությունները բավականին հաջողված են։ Այդ թվում 430,000 անհատական բնակելի տուն եւ շուրջ 428,000 բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող բնակարան։ Եվ բնականաբար ունեցել ենք դրույքաչափերի եւ սանդղակների տարբեր համակցություններ, բայց ազգային ժողովին առաջարկվել է այնպիսի համակցություն, որը արդարության հարկային բեռի հավասարաչափ բաշխման տեսակետից կլինի ամենից հիմնավորը եւ միաժամանակ բարձրաժեք գույքային միավորների պարագայում կառաջացնի ընդգծված պրոգրեսիվություն, որովհետև այս փոփոխության հայտարարված նպատակներից մեկն է տեսանելի հարստության կամ ունեցվածքի պրոգրեսիվ հարկումներ։ Գերատեսչության դիտարկումները ցույց են տալիս, որ նախանշված նպատակներին հասնում են։ Արման Պողոսյանը հիշեցրեց, որ շենքերի շինությունների պարագայում կադաստրային արժեքների հին գնահատումներն արվել են 2000-2002 թվականների տվյալների հիման վրա։ Հողամասերի պարագայում դրանք եղել են 1994 թվականից սկսած։ Իմիկվա շուկայական արժեքին մոտարկված արժեքները բնականաբար ոչ ոք երբևէ չի ասել, որ դրանք հենց այն նույն դրամի կամ չգիտեմ 1000 կամ նույնիսկ 1 միլիոն դրամի ճշտությամբ հենց այն արժեքներն են, որոնցով որ շուկայում գործակներ են կատարվում, բայց վստահ կարող ենք ասել, որ հիմնական դեպքերում կարող է 1%-ի դեպքում շեղում լինել, հիմնական դեպքերում դրանք շուկայական արժեքների 80%-ի շրջակայքում գտնվող թվերն են, այսինքն 20%
այսպես կոչված զեղչ է կիրառվել, որպեսզի այդ գնահատումներում դուժող լինի ոչ թե սեփականատերը, այլ համայնքը։ Նշվեց, որ մինչև հիմա Հայաստանում գույքահարկի ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել։ Մինչև այդ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փուլային տարբերակով 30-ից 35%-ով գույքահարկի աճը մինչև 2026 թվականը կասեցնելու նախագծին դեմ արտահայտվեց։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։